Տեսակ ինչերին Վարդան Ղուկասյանին ես օրա զգուշացն էի գը։ Բայց հոլովակի հղումը դնեմ հիմա այս վիդեոյի տակ, թե ինքներդ գտնեք։ Ես ասել էի ինչա կոնկրետ պետք անել։ Ուրեմն մեկն էլ մի հատ ապուշել էս ջնջեց այդ մեկնա գրել էր ինձ անպատվելու գրել էր Վարդան Ղուկասյանը քեզանից լավ գիտի ինչա պետք անել, հա։ Դե թող անի։ Ուրեմն հիշեցնեմ ինչ էի ասել, ինչ կոչ էի արել։ Ջոկատ, մի հատ ջոկատ ձևավորել իր գոնե, էլ չեմ ասում գունդ։ Լիքը ձև կար հարցակվիր այդ ղախպիկի այդ մուսորների բաժամուկ խլեք ձերքերը, զենքը ձերքներից։ Բա դու ինչա ուզում էիր այս լիովին ծայրահեղ աստիճան անորեն ռեժիմի օրոք գոյատևել ու դեր ժողովրդական ձևերով սա էլ օրինական ձև, ասենք, ժողովրդի իրավունք ունի երթերով, միտինգներով, ակցիա եւ այլն տապալի այս իշխանությունը ծայրահեղ անորեն կերպով զավթիչներին, բայց դա հնարավոր կլներ ինչ որ չափով օրինապահ երկրում, ոչ թե այս բեսպրեդել ղախպա Փաշինյանի օրոք։ Հիմա տեսնում եք, հիմա որևիցե մեկի մոտ կասկած կա, որ ինչա պատրաստվում անել Փաշինյանը մյուս տարի այդ իր ղախպա վերարտադրության ընտրություններ կոչված ժամանակ։ Դրա համար էլ եւս ես որ 1000-րդ անգամ կրկնում եմ, բոյկոտեք հենց այս պահից։ Եթե մեկը ձեր կողքը նստած կանգնած ասում ընտրություններ, ասեք բոյկոտ։ Իսկ եթե դու ինձ լսեիր Վարդան Ղուկասյան, եթե դու այդ տղեն ես, վիկինգ ես, այ հիմա քեզ կտանեն այդ ծածապադվալներով կհանդիպես քո նման ճակերտավոր վիկինգներին էլ, Տիգրան մեծերին էլ, Պապ թագավորներին էլ, չգիտեմ, Գարեգին Նժդեհներին էլ ելում ասես։ Հայոց պատմության պերսոնաժներին, այդ որ fake account-ներով լեզուները էկվատորից երկար սայլեքը տանում են։ Չէ, Վարդան Ղուկասյան, դու նորա կդորում խիղճեմ ունենար, что լսեր գա քեզ ինչը կսեմ։ Թե կրնակ ուզեի այդ կանալիկը քեզի պաշտպանեն, չես համճնացու։ Եթե իմ կոչը լսեի, մի հատ ջոկատ, չեմ ասում գուն, մի հատ ջոկատ հիմա զինված ունենայի, որ մի կարմիր բերետ բոզի տղա կմոտենար քաղաքապետարանին։ Ու ասել էի ոնց անեիր։ Հարցակվում եք մուսորական բաժամուկ, զինաթափ եք անում մուսորներին։ Что դու այդ տղեն չես, ցավոք սրտի։ Դե գնա նստիր քնչականի, ծծականի պատվալներում, որպես վիկինգ, խոսքերի վրա էլի։ На словах ասում է Լև Տոլստոյ, а на деле уй простой։ Կներեք էլի։ Ես ռուսներեն զզվեմ գը, այդ չար լեզուներ, այդ խոզերի, բայց երբեմն դրանց ռիթման համապատասխանով ինչ է սամանապրաշվեց, թե ինչ ասեմ, տխուր պատմություն, смолодушничал Վարդան Ղուկասյան, բայց չէ որ ունեիր այդ հնարավորությունները, վիկինգություն, կոնկրետ գործողություններ անելու, չարեցիր։ Լավ, հոգնա, ես լիքը այնքան պրոբլեմներ ունեմ, կենցաղային չլուծված, չգիտեմ էլ ինչը լուծեմ։ Այ հիմա կծանոթանաս Տիգրան մեծերի է, իդեպ Տիգրան մեծերը եւ Գարեգին Նժդեհները համ այս ճամբարից են, պայմանորեն ասած, համ Փաշինյանի կողմնակիցներ կան, համ են մյուս ղախպեկի կողմնակիցներ, այդ սոսկայքերով, որ իրար